Մենք կարծում ենք այս ընտրությունների իշխանությունների գործող վարչախմբի լեզուն կարճացնելու են եւ ոչ միայն լեզուն, եւ դրա հիմնական ճանապարհը հետեւյալն է։ Մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին իրական այլընտրանք տանք։ Ես արդեն դրա մասին ասացի։ Այնպես որ մեր ժողովրդի ընտրությունը չլինի այս վարչախմբի եւ նախկին իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժերի միջև, ինչպես դա եղել է 21 թվականին, երբ որ մեր ժողովուրդը ի վերջո ընտրությունը կատարեց այս վարչախմբի օգտին մոլորությամբ նաև, որտեղ այս վարչախումբը մոլորության մեջ մտցրեց մեր ժողովրդին։ Խոստացավ Արցախի ազատագրում, անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա եւ արեց ուղիղ հակառակը։ Հիմա մենք նախ չպետք է թույլ տանք, որ այս վարչախումբը շարունակի ստերով կերակրել մեր ժողովրդին, իսկ ստերի շարանը շարունակվում է եւ երկրորդը պետք է իրական այլընտրանք ներկայացնենք։ Իրանք են պատերազմի ուժը, մենք ըստ էության այս վարչախմբի օրոք երբևիցե պատերազմական վիճակից դուրս չեն գալու, որովհետև թույլի հետ անընդհատ լինելու է պատերազմական վիճակ, այս վարչախումբը այս ընթացքում ցույց է տվել, որ ինքը ընդունակ չէ երկիրը պաշտպանելու։ Շարունակաբար տեղի են ունենում ագրեսիվ գործողություններ մեր երկրի նկատմամբ, իդեպ Ալիևը հիմա էլ է սպառնում մեզ ագրեսիվ գործողություններով տարածում մի քանի օր առաջ հայտարարել է, որ Արցախի ղեկավարները նացիստներից վատն են, իսկ դա հերրու գնացող հայտարարություն է, հերրու գնացող, որը իր համար ճանապարհ է բացում հերթական ագրեսիայի համար, եւ իդեպ նկատեք, որ այս վարչախումբը որևէ կերպ չի պատասխանել այդ խայտառակ հայտարարությանը, ըստ էության մեզ եւս մեկ անգամ խոցելի դարձնելով։ Այս վարչախումբը պատերազմի հիմնական կուսակցությունն է։ Իր գալու պահից մենք անընդհատ պատերազմի մեջ ենք։ Երբ որ իրանք խոսում են, որ իրանք խաղաղությունն են, ուրիշները պատերազմը, դա պարզապես իրականությամբ բացարձակ նենգախփոխում է։ Իրանց օրոք մենք պատերազմից դուրս չենք գալու։